Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ զրուցակիցս Հայկ Սուքիասյանն է։ Բարև ձեզ, պարոն Սուքիասյան։ Պարոն Սուքիասյան, քանի որ վերջին օրերին այսպես չեն դադարում քննարկումները Մոսկվայում Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան հանդիպման այսպես արդյունքների վերաբերյալ, նախ ընդհանուր առմամբ ձեր տպավորությամբ ինչի մասին էր այդ հանդիպումը եւ արդյոք կարող ենք եզրահանգում անել, որ Ռուսաստանի Դաշնությունը ըստ էության բացահայտ արդեն սպառնալիքների է անցնում, երբ առաջին դեմքի մակարդակով նման հայտարարություններ է արվում։ Չեմ կարծում, որովհետև նոր բան չի են, ինչ այսօր Ռուսաստանը անում է, այս 5 տարի է զարոցը կա։ Եթե չհանձնվեք, ես եմ անելու, եթե իմ ուզածը չանեք, ես եմ անելու, արևմուտք գնաք վատ է լինելու։ Բայց մենք համառորեն այդ իրենց սպառնալիքները հաղթարելով գնում ենք առաջ եւ մենք տեսնում ենք, որ իրենց տված վնասը նվազագույն է։ Իրենց մի հատ վնասը այստեղ իրենց գործակալներին պահելն է եւ մեր ժողովրդի ներվերը ուտելն է։ Բայց պետության անվտանգությանը, խաղաղության process-ին, ինքնիշխանությանը, տնտեսությանը վնասելու հարցում Ռուսաստանը ու գոնե վերջի 3 տարին բացի զառալուց ուրիշ բան չի արել։ Հետևաբար դա մեզ համար նոր բան չի, հիմա այտենց ողբերգությամբ չնե Պուտինը բան է ասել։ Կներեք, իսկ այդ նույն գործակալներին ավելի շատ օգնեց, թե խանգարեց էլի հայտնի հայտարարությունը, երբ ասում էր, որ ռուսամետ ուժերը պիտի մասնակցեն, նրանցից մեկը իմ քաղաքացին է եւ անազատության մեջ է։ Ոչ օգնել է, ոչ էլ խանգարել է։ Ասել են ինչ որ մենք գիտենք, մասնակցումը դրանց քարոզարշավին էլ ինքն էլ է միացել այդ մարդկանց պաշտպանելու գործում, նախ դրանց բոլորին հասկացրեց, նաև բացահայտեց, որ դուք իմ մարդիկ եք, եւ դրանցից մարդիկ կան, այտենց ոնց որ ուզում են ցրված լինեն, ոնց որ էլ իբրև թե Պուտինից, բացահայտեց, ասաց, որ դուք իմ մարդիկ եք, նաև իրենց համար, որ դուք վաղը միսօր փախնելու տեղ չունեք։ Ենթադրում եմ նաև մեր ժողովրդի մի հատվածին էր ուղղված ուղերձը, որովհետև մենք բաներ կա պիտի նկատի ունենանք։ Կարող է ենթադրենք այդ արհեստական վարչապետներ կան, նախկին նախագահներ կան, մի հատվածը չսիրի, բայց հայության մեջ մի հատված կա, որ Պուտինին լավ է սիրում է։ Այդ նաև ուղղված է այդ հատվածին։ Բաներ կա, մենք պիտի նկատի ունենք, ցավալի բան է իհարկե մեզ համար, որպես ժողովուրդ։ Բայց կա մի հատված, որ այդ գիշատչի համար խելագարվում է, հավանաբար հասկացած իմ արդիկ են աղբոր նման, ձայն կտակ սրանց։ Չգիտեմ, այդ է process-ը, ընդհանուր այդ մարդիկ ինչ են անում, հավաքվում են, այն ամենանվազագույն ռեսուրսներ, որը իրենց 5 հոգու ձայն կբերի, այդ ռեսուրսներ են օգտագործում եւ իրենց վերջի ռեսուրսը Պուտինն է։ Զանգել են, երևի ասել են, մենք ստե ոչ մի բան ենք, բան չենք կարողանում անենք, գոնե մի բան էլ դու ասա։ Ինքն էլ իր կողմից է ասել, բայց դրանք եթե նայենք, մեկ է արդյունքում մեծ հաշվով մեր պետությանը շատ վնաս չեն տալիս։ Այսինքն գործիքներ ու լծակներ չունի հիմա Ռուսաստանը, որովհետև խոսում էին գազի գնի մասին, պարոն Սուքիասյան, խոսում էին առևտրաշրջանառության մասին, այնտեղ ապրող 2 միլիոն հայի մասին, իդեպ Պեսկովն ասում էր հենց դրա համար է, որ մենք մեզ իրավունք ենք տալիս մասնակցել կամ որևէ մասնակցություն ունենալ ներքաղաքական այդ process-ներում, ընտրությունների արդյունքների վրա։ Հիմա ինչպես հասկանալ այս տողատակերը, սրանք սպառնալիք էին ըստ էության։ Չէ, էլի։ Փորձ է իհարկե ձևականորեն, հա, սպառնալիք է, բայց մենք պիտի հասկանանք դրա բովանդակությունը, սպառնալիքի նման է, թե չէ։ Պեսկովը գլուխը պատին է տալիս, մենք մեզ իրավունք, եթե տենց է, մենք ենք մեզ իրավունք վերապահում Ռուսաստանի ներքին գործերին խառնվելու, որտեղ մենք դա 2 միլիոն մարդ ունենք։ Ոչ թե իրենք պետք է մեր 2 միլիոնին վերցնեն քշեն Հայաստանի վրա, այլ մենք Ռուսաստանում 2 միլիոն հայ ունենք եւ հետեւաբար եթե այդ տրամաբանությունը ճիշտ է, մենք Ռուսաստանի ներքին գործերի, օրինակ ես պահանջում եմ, որ Ռուսաստանը դադարեցնի պատերազմը, 2 միլիոն հայ ունենք այնտեղ, բա 2 միլիոն, այդ 2 միլիոնից ինչքան մարդ է զոհվել։ Այսինքն եթե իրենց տրամաբանությունը նայենք, իսկ ինչ վերաբերում է իրենց լծակներին, հա, այդ լծակները կան, կլինեն, բայց նոր բան չի, այս քանի տարի է այդ լծակների մասին խոսում են, բայց մենք համառորեն շարունակում ենք անել մեր գործը։
Հակառակն էլ կա, ես իրենց առաջարկում եմ լծակները թող գործի դնեն։ Իրենք գործի դնեն, մենք մի անգամ վերջնականորեն կփոխվենք, կպրծնենք իրենցից։ Իրենք աղա չգիտեն ինչքան որ ճնշեն, այնքան Հայաստան ավելի է հեռանալու։ Եթե իրենք գազով ճնշեցին, մենք ԵԱՏՄ-ից ենք դուրս գալու։ Ուրիշ բանով ճնշեցին, ՀԱՊԿ-ից ենք դուրս գալու։ Հետևաբար իրենց ձեռնը դու է։ Պարզապես ինչ են անում։ Ներքին անհանգստություններ են հասարակության մոտ բորբոքում։ Կարող է գազ չլինի, մի հատված կարող է դրանից բորբոքվի, իշխանության դեմ սկսի բաներ ասել, որտեղ մենք ունենք հայության մեջ հատկա էլի այդ հատվածը։ Ես հիշում եմ ժամանակին մեկը իր բիզնեսի հետ կապված խնդիր ուներ, ասում էր գնացեք պարկեք Պուտինի տակ, որին բիզնեսը, ես ինչ էր արտադրում, կարանամ արտանեմ Ռուսաստան։ Կարող է այս հատվածին բորբոքի ենթադրենք, բայց դա հայության մեջ քիչ հատված է։ Իսկ ընդհանրապես պետության արտաքին քաղաքականությանը մեզ անվտանգության տնտեսության իրենք վնասել չեն կարող, հակառակը դա կլինի օգուտ, մի անգամ հայությունը եւ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կփոխվի իրենցից կպրծնի։ Այսինքն ինչպես անվտանգային համակարգում եղավ, երբ կոպիտ ասած թե ՀԱՊԿ, թե այդ համակարգը էլ չէր գործում, Ռուսաստանից զենք հնարավոր չէր ձեռք բերել, Հայաստանը դիվերսիֆիկացրեց ի վերջո։ Հիմա նույնը կարող է լինել նաեւ մնացած շուկաների հետ, ինչը սպառնում են։ Այո։ Հիմա կյանքն ապացուցում է, որ Ռուսաստանի համակարգերում մնալուց մենք օգուտ չունենք։ Մենք երբ որ փոխվեցինք Ռուսաստանի անվտանգային համակարգից, ունեցանք մեծ հնարավորություններ, գտանք նոր դաշնակիցներ, գտանք ժամանակակից զենք գնելու այլ հնարավորություններ։ Մեր անվտանգությունը հիմա շատ ավելի բարձր մակարդակ է, քան որ մենք ՀԱՊԿ-ում էինք։ Քան որ մենք ունենք դեռևս հայ-ռուսական ռազմական համագործակցության պայմանագիր։ Ինչքան փոխվում է, սպառվում է դա պրակտիկան է ապացուցում։ Ինչքան հեռանում է, սպառվում է ավելի լավ է։ Դե որտեվ հայությունը Ռուսաստանից բացի բան չի տեսել, գիտի աշխարհը մենակ այնտեղով սկսում է, այնտեղով էլ ավարտվում է։ Բայց աշխարհում բարձում է ուրիշ բաներ էլ կան։ Նույնը նաև տնտեսությունն է։ Ինչքան մենք հեռանանք, բարձր որ այլ տնտեսական հնարավորություններ են բացվելու։ Որտեվ պարզ է չէ, որ Ռուսաստանի տնտեսությունը անկում է ապրում։ Պարզ է չէ, որ Ռուսաստանը մեծ հաշվով տնտեսություն չունի։ Պարզ է, որ այսօր նաև պատերազմի բերումով լուրջ խնդիրներ ունի։ Մենք Ռուսաստանի տնտեսության միջավայրում փաթելու ենք։ Իհարկե չի նշանակում, որ այդ միջավայրից պետք է չօգտվել։ Եթե պետք է, պետք է օգտվենք, հարցը Ռուսաստանի հակադրվելը չի։ Բայց իրենց սպառնալիքներն էլ պետք է հասկանանք, որ մեզ ազդեցություն չեն տալու։ Ես իրենց առաջարկում շարունակեք ձեր երշությունները, շարունակեք սպառնալ եւ մենք վերջնականորեն կգնանք այլ շուկաներ, դա խնդիր չկա։ Եվ պարոն Սուքիասյան, արդեն քանի անգամ է տեսնում ենք, որ վարչապետի Մոսկվա այցերի ժամանակ այսպես ցույցեր են ինքնաբուխ այնտեղ հայերի շրջանակում տեղի ունենում, հայերը իրենց դժգոհություններն են հայտնում, մեծ մասը ի դեպ վերջին ցույցի ժամանակ հոգևորականներ էին, այսինքն նախ ինչպես հասկանալ Մոսկվայի ճակերտավոր ասած այս ժողովրդավար մոտեցումը Հայաստանի նկատմամբ եւ ինչով է պայմանավորված էլի, որ հատկապես նախ մեծ մասը հոգևորականներ են կարողանում են իրենց դժգոհության ձայնը բարձրացնել։ Նման միջադեպեր Ռուսաստանում գոնե հաճախ չենք տեսնի։ Չեք, ընդհանրապես չեք տեսնի գոնե վերջի մի 3-4 տարի, որտեղ այդ պետության մեջ արգելված է ցույցանելը։ Ես օրինակ առաջարկում եմ այդ ցուցարարներին մի հատ ինձ բացատրեն։ Ինչպես է հնարավոր, որ Ռուսաստանում, որը պատերազմի մեջ է, ունի օրենքներ, արգելվում է ցույցերը, բայց դուք լավ հավեսով ցույց եք անում։ Ինչի համար։ Ինչպես է դա հնարավոր։ Ուրեմն իրենք պետք է մեզ բացատրեն, ես պահանջում եմ, որպես Հայաստանի Հանրապետության բանեք ցույցեք արում, չի թույլատրում, ոնց է ձեզ թույլատրել։ Գործակալ եք ուրեմն, փող եք վերցրել ուրեմն, եթե գործակալել չեք, կաշառվել եք, փող եք վերցրել, հնարավոր չի այդ երկրում ցույց անելը։ Հետո ես պահանջում եմ այդ ցուցարարներից գլխավոր, թող ինձ բացատրեն, ինչպես են իրենց թույլ տվեց, ամեկ։ Բայց հա Ռուսաստանն ինչ պետք է անի, ամեն հնարավոր առիթով պետք է մխտարի։ Ռուսաստանի հայության, եթե թեկուզ շատ մեծ արդյունքեր չունենա մեր ներքաղաքական կյանքում, Ռուսաստանի հայության մոտ թշնաման կառաջացնի սեփական պետության նկատմամբ, սեփական իշխանության դեմ, 10%-ի վրա էլ ազդի էլի արդյունք է։ Այսինքն ինքը այդ պետությունը նայեք, բանի մեր նման չի, ասենք մի հատ գործս նախադեսել չի ստացվել, սոդու մեռար։
Այդտեղ չի տրանսֆորմացիա է ապրում։ Այս մեկը չեղավ, ուրիշ կարան վնաս տամ, ուրիշ այդ վնասն է տալիս։ Հայության մեջ թշնամանք է առաջացնում, այդ է արածը։ Բայց հա, նպատակը որն է, էլի առաջիկա ընտրությունների ժամանակ ամենավերջի ռեսուրսն էլ օգտագործել, որովհետեւ կարողանա իրենց գործակալական ցանցին խորհրդարան բերել։ Վերջի ռեսուրսը եկեղեցին է, պարոն Սուքիասյան, որովհետև որոշ հոգևորականներ արդեն իսկ հայտարարություններ են անում, որ ովքեր հունիսի 7-ին ընտրեն քաղաքացիական պայմանագրին, ազգի ամբողջ անեծքը թափվելու է նրանց գլխին, Հարության տոնին նվիրված Գարեգին Բեի ելույթն էլ պատգամ է, այսպես շատ քաղաքականացված էր, կրկին խոսում էր Արցախը հանձնելու մասին կամ Արցախը կորցնելու մասին, այդ ցավի մասին եւ ասում էր ցավը խորանում է, որովհետեւ պարակտման որոմն է նաեւ այսպես ավելանում։ Ինչպես հասկանալ նաեւ այս տողատակերը, այս հոգեվորականների մասնակցությունը կրկին քաղաքական process-ներում։ Վերջի ռեսուրսն է մեր եկեղեցու ղեկավար դաս հատվածում հեծնածներին օգտագործելը թե չէ, չգիտեմ, կարող էլի ռեսուրս ունեն, ռուս են էլի, այնքան բան ունեն, կհասկանանք հետո, բայց կարևոր ռեսուրսներից մեկն է, օգտագործում է, նախ այդ հոգևորականի ուզում ասել, որ ընդհանրապես անեծքը քրիստոնեության հետ կապ չունի, լրիվ ուղեղները թափած մարդիկ են, ոչ աստվածաշունչ են կարդացել, ոչ եկեղեցի, նախ ընդհանրապես դեզին բան ասեմ, ես չգիտեմ աշխարհում կան ուրիշ ժողովուրդներ, որոնք անիծել գիտեն, այսինքն այդ անեծքը որտեղից է մեր մեջ էլի, մեր թուլությունից է, նայեք, մենք եղել ենք թույլ, ուժներս չերիկ է, ստիպված անիծել ենք, բան չի մնացել, անիծել ենք, հիմա դա իրենց թուլության մասին է խոսում, բան չի մնացել, սկսել են գոնե եկեղեցական խոսք ասեն, գոնե Աստծո խոսք ասեն, այս մարդիկ սկսել են անիծել, բայց դե, հա, ինչ ասեմ, քանի դեռ այն հնարավորությունը մեր եկեղեցին ազատագրելու այս անհավատներից դեռևս ուշանում է, այս մարդիկ պարզ է, որ փորձել են ամեն ինչ անել, մոբիլիզանան, եկեղեցին ռևանշի ինստիտուտ դարձնել, այլասերված կրոնական աշխարհայացքով, այլասերված քաղաքական ինքնությամբ, այլասերված հայկական ինքնությամբ ինչ-որ հատված, հա, եկեղեցու հետ գրոհել են պետության դեմ։ Իսկ այդ հոգևորականները թող ընդհանրապես քիչ զառան, էլի։ Ես նկատի ունեմ իրենց, մեր եկեղեցին մերն է, իրենցը չի։ Պարզապես հա իշխանությունը հիմա ոնց որ բակային հայերենով ասած ոտը կախ է գցել, դե այդ բայց նախընտրական ծրագրում նաև ներառել է նման կետ։ Բայց միջև այդ պետք է արվեր, միջև ընտրությունները դա պետք է գնալ այդ մարդը, որովհետև ընտրություններից հետո հա գնալու է, գիտենք որ կգնա էլի, կարող է բաներ չասեք ինքնուրույն գրի գնա, հասկանա, որ էլ դե անելիք չունի, գրի գնա, այդ մարդկանց նպատակը որն է, միջև ընտրությունները հնարավորություն որոնել, հիմնավորել, որ պետությունը բախվեց եկեղեցուն, բայց չկարողացավ ուժը ցույց տա եւ եկեղեցին ոնց որ թե տեղը մնա, եկեղեցուն նկատի այդ կաթողիկոս, մաթողիկոսին իրենց թաշախուստը։ Ռևանշի կետ սարքեն, հնարավոր բոլոր ռեսուրսները օգտագործեն, պետության դեմ գրոհեն, ուրիշ բան չկա առածները, նույն բանն է, այս 2-3 տարի է, նույն բանն է, Արցախ, ոչ Արցախի տեղը գիտեն, ոչ Արցախի պատմություն գիտեն, ոչ Արցախ են հետ բերելու, ոչ հոգևոր կյանքի հետ կապ ունեն, հավայի դեմքեր են մարդիկ, գործակալական ցանցն է ռուսական, ասենք ամեն անգամ մի տափակ մի բան պետք է դուրս տան։ Ես առաջարկում եմ կաթողիկոսին այդ անիծող ինչա, ոնց իրենց բարերից մի բան անիծա բերան, լավ, մի հատ իրենց նման բարեր հնարենք էլի, դրան հանել եկեղեցուց։ Մեր եկեղեցին անեծքի ինստիտուտ չունի, հիվանդ չես դու արա, այսինքն մարդիկ նաև ուղեղ չունեն, գիտելիք չունեն, լրիվ քյալլեքը թափած է։ Բայց դե այս մարդիկ էս են, ինչ ուզում եք արեք, մենք պետք է նկատի ունենանք, որ մենք գործ չունենք բարոյական կերպարով, քրիստոնեական բարոյականությամբ, քրիստոնեական հավատքի տեր մարդկանց հետ, քրիստոնեական վարքաբանությամբ մարդկանց հետ, մենք սրանց հետ գործ չունենք։ Սրանք այլասերված մարդիկ են, մտքով ու ամեն ինչով։ Մեր 30 տարվա, 30 չասենք, ինչ հեղափոխական անցյալը մեզ հետ որպես ժողովուրդ, որպես պետություն ոչ մի կապ չունի։
կապ չունի։ Հետևաբար մեր ժողովուրդը պետք է նկատի ունենա, եթե դուք ուզում եք նորմալ, անվտանգ, ինքնիշխան, պրոգրեսիվ կյանք, դուք չեք կարող գերեզմանից այս դիակներին հանել բերել խորհրդան, չեք կարող։ Բայց տեսնենք ընտրությունները կգնաք հասկանալ։ Ես եւ այս ամեն ինչը գալիս է ապացուցելու պարոն Սուքիասյան, որ եկեղեցու այդ բարենորոգման օրակարգը, այսպես ասած, պիտի կայանա։ Այո, իհարկե, պիտի կայանա, որտեղ մեր եկեղեցին մեզ շտապ պետք է։ Մենք պետականաշինության process-ի մեջ ենք, որտեղ մեր եկեղեցու այդ հոգևոր հենարանը, այդ հոգևոր հրումը պետք է մեր ժողովրդին։ Մենք ունենք նաև հոգեբանական խնդիրներ, ունենք ներհանրային համերաշխության խնդիր, օրինակ Արցախահայության հետ սրանք կոնֆլիկտ են սրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև, եւ դա անում է եկեղեցու ղեկավար դասում հեծնածների մի հատված, նաև Հայաստանի մինչ հեղափոխական անցյալի դերակատարները, նաև եկեղեցին պետք է, որպեսզի մենք կարողանանք Արցախահայությանը ինտեգրել Հայաստանի Հանրապետության կյանքում եւ այդ ներհանրային համերաշխությունը կարողանա եկեղեցին ապահովել։ Եվ բարոյական կյանքը քննել եւ այլն եւ մեզ եկեղեցին շտապ պետք է եւ դա մերն է այդ եկեղեցին, պարզապես դեմա ինչ ասեմ, ինչպես ժամանակին շատ ինստիտուտներ օկուպացված էր եղել, աստիճանաբար մենք վերականգնում, այնպես էլ նույն մի ինստիտուտ էլ մեր եկեղեցին է, որ էլի մենք վերադարձնենք մեզ։ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ հանրապետականը ուղղակիորեն չի մասնակցելու ընտրություններին, թեև անուղղակի կերպով մասնակից է, այնուամենայնիվ նաև ասում է, որ իրենց մանդատ չի հետաքրքրում, իրենց պետք է իշխանափոխություն, մեկ այլ հանրապետական հայտարարում է, որ փողոցային պայքարը կարևոր բաղկացուցիչ մաս է եւ ընտրություններից առաջ իրենք գնալու են նաև փողոցային պայքարի։ Նախ եթե հանրապետականը չի մասնակցում ընտրություններին, փողոցային պայքար կազմակերպելու նպատակահարմարությունը որքանով է այսպես նպատակահարմար հիմա սկսել փողոցային պայքար եւ հետո նաեւ քանի որ ուժեղ Հայաստանն է հայտարարել հանրահավաքի մասին։ Պարոն Սուքիասյան, ուղիղ 2 ամիս է մնացել ընտրություններին, կարծես թե հիմա ուժերը պիտի ավելի շատ խոսեին իրենց նախընտրական ծրագրերից, ամենատարբեր գաղափարներից։ Հիմա ինչով է պայմանավորված, որ մարդիկ փողոց են դուրս գալիս, պայքարում են էլի իշխանության դեմ եւ ասում են, որ իրենց մանդատ պետք չէ, իրենց պետք է իշխանափոխություն, լավ, հետո իրենք ինքը սուտ է խոսում, մանդատ պետք, իրենք մանդատի համար խելագարվում են։ Այդ մարդիկ ցանկացած լծակ, որը իրենց կտա որոշակի հնարավորություն հասու լինել Հայաստանի քաղաքական կյանքին, ենթադրել նաև այդ մանդատով հետո սկսել նորից առևտուրը, բնական է, որ իրենք դա շատ էլ ցանկանում են, դա իրենց երազի մեջ է, դեպս ինքը սուտ է խոսում, իրենք խելագարվում են մանդատի համար։ Հիմա բայց ինչի չեն անում։ Որովհետև կառավարվում է Հայաստանի մինչ հեղափոխական կյանքի դերակատարները Կոպերկինի կողմից։ Այդ իրենց պլանը չի։ Կառավարվում է։ Հաշիվ ունեն հավանաբար, այս ինչ ձևիստները ինչ որ շանս ունեն, երկրորդ նախագահը շատ փող ունի, շանս ունի, ենթադրենք հաշվել են, որ սրանց վրա հալ չկա։ Սրանք շանս չունեն, սրանք ձայն են փչացնելու, դրա համար սրանց ասեմ ցրվեք արանքից, բայց ենթադրել է, որ տակից ընդհատակի աշխատանք են անելու, աշխատելու են սրանց համար։ Նայած ով համար կաշխատի։ Ընդհանուր բոլորը աշխատելու են Ռուսաստանի համար, բայց նայած հարմարության կարող է սրանք Սերժ Սարգսյանը ինչ որ մի հատ ֆավորիտ ունի դրա համար աշխատի տակից, չգիտեմ։ Դա հասկանանք։ Այն որ աշխատելու են 100% է, պարզապես ձայների փոշիացում թույլ չեն տալիս, որովհետև կարող եմ 30,000, 20,000 ձայն տանի, դա ասենք չանցնի խորհրդարան փոշիացում է ձայները։ Մնացածը հա, դե հիմա կարող է ասել են հիմիկվանից նաև սկսեք փողոցային պայքար, որովհետև ինչ գիտես, ինչ կլինի, կարող է հասնեն ընտրությունների, ասենք, չգիտեմ, շատ թվով ձայն, ոչ իհարկե մեծամասնություն չեն տանի պարզ է, բայց կարող է շատ թվով ձայներ տանեն, դա հնարավորություն է, որպեսզի մինչ այդ նախապատրաստած բողոքի ցույցերը այդ օրը մոբիլիզանան եւ գնան փողոցային պայքարի, հեղաշրջման փորձեր անեն։ Ենթադրեմ դրա համար է, թե չէ իմաստը ո՞րն է, ասեք, փողոցային։ Այսինքն դու եթե հաշվել ես, որ դու ընտրությանը մասած չես անցնելու, չէ՞, բայց դու փողոցային պայքարը ինչի վրա ես նախաձեռնում։ Այսինքն դու հաշվել ես, որ քո այդ մարդ չկա, չէ՞, ինչի համար ես փողոցային պայքար նախաձեռնում։ Ուրեմն նա փորացավ այդ ուրիշ բան է, մախտարեք, դուք մախտարեք process-ը, եկեղեցու ղեկավար դաս, դուք այդտեղ մախտարեք։
Անընդհատ անկայունություն է, պետության հեղինակությունն են գցում, մարդկանց ներվերն են ուտում, փողոց են փակելու էսա, խցանումներ առաջացնել, ներվայնացնեն ժողովրդին, դա է արածը։ Ես ցույց տան ենթադրեմ նաև իշխանության թուլություն, որտեղ անընդհատ բոլոր տեղերում ինչ-որ անկայունության օջախներ են։ Եթե պետության ներսում անկայունություն, նշանակում է իշխանության հեղինակությունը տեղը չի։ Իրանք այդ անկայունությունն են ձևացնում, կամ էլ այտենց տարբեր բողոքի ակցիաներ լինի, վերջը մի օր այդ վերընտրությունների ժամանակ մոբիլիզանան այդ նպատակները։ Եվ պարոն Սուքիասյան, գիտեք, որ տևական ժամանակ է խոսվում է ուժեղ երաշխավորի մասին, ուժեղ խաղաղության մասին, այսինքն այս մարդիկ որքան էլ որ օրինակ իշխանությունները ասում են, որ ընտրությունը խաղաղության ու պատերազմի միջև է, բայց բոլոր այս ուժերը չեն խոսում պատերազմից, իրենք խոսում են խաղաղությունից եւ ասում են, որ մեր խաղաղությունը ավելի ուժեղ է լինելու, որովհետեւ երաշխավոր է ունենալու, արդեն պարզ է թե որ երաշխավորի մասին են խոսում։ Երեք նաեւ Նարեկ Կարապետյանը շրջանառում էր Ալիևի եւ Իվանաշվիլիի հանդիպման լուսանկարները ու ասում էր, տեսեք թե ինչպես է լինում ուժեղ առաջնորդը, որի հետ հաշվի են նստում, հիմա հասկանում եք, չէ, եթե ղեկավարը լինի Սամվել Կարապետյանը, Ալիևը նույն այսպես արագությամբ կգա նաև նրա հետ հանդիպելու, մինչ Վրաստանում այս հանդիպումը մեծ բողոքի նաև ալիք է բարձրացրել, որ ի պաշտոնե երկրի ղեկավարը պիտի ըստ էության դիմավորեր Ալիևին, բայց Իվանիշվիլին է ընդունել, որը որևէ պաշտոն պետական չի զբաղեցնում։ Հիմա այս ուժերի տակ ինչ է փաթեթավորվում, նաև դա հասկանանք, ուժեղ խաղաղություն, ուժեղ առաջնորդ, ինչպես իրենք են ասում, կուշտ առաջնորդ, որը չի թալանելու, սա էլի դեպ վերաբերմունք չէ միջին վիճակագրական հայաստանցի քաղաքացուն ասում է նա կուշտ է թալանելու կարիք չունի, այսինքն մնացածը պիտի թալանեն։ Այ գիտեք, սրանք այնքան օրը մի 5 հատ բան են ախմախամտության, ասենք ինչ-որ մրցույթի են մասնակցում, օրը մի 5 անգամ երբ մի բան խոսում են, մենք էլ պետք է բան ու գործ չունենք, նստենք սրանց չգիտեմ, անիմաստությունները քննարկենք։ Նախ ինչ վերաբերում է իրենց ուժեղ առաջնորդին։ Ոնց է, իրենք ասում են մի բան, հաջորդը լրիվ ուրիշ բան են ասում են ուժեղ առաջնորդ, որ այդ իրենց տնեցիք հետ պայմանավորված ուժեղ։ Ես իրենց ասել եմ, ուրա ուժդ, ուրա։ Գնացել ես, քեզի տարը շպրտել են տանդ մեջ, արա, կանդալերը գցել են ոտի, դու ասում ես դու տնից չես կարող դուրս գաս, արա։ Դու տնից չես կարողանում, դու քո ուժը որտեղ է։ Որտեղ է։ Այսինքն սա ընդհանրապես մեկ, բայց մարդը ինչ է ասում։ Ասում է ուժեղ առաջնորդ, հաջորդ վարկային ասում է, պետք է թե մար գտեն, որ գայից պաշտպանի։ Այսինքն իրականում ինքը ուժեղ չի։ Իրանք տուզիկներ են։ Բակային հայերենով ասած, իրանք թույլ են այդ մարդիկ, թույլ են, չի կարող ուժեղ մարդը երաշխավոր որոնի, չի կարող։ Նշանակում է դու այդ ուժը չունես, դու սուտ ես խոսում։ Դուք սուտ եք խոսում, ընդ որում ինքը երաշխավոր չի ուզում է սյուզերենի կարգավիճակով արագ հանձնվի, իրենց ուզածը դա է։ Տեսեք իրականում սրանց որին նայում ես, սրանք նոր բան չեն առաջարկում։ Իշխանության առաջարկածների վրա մի հատ ինչ-որ դետալ են փոխում։ Այսինքն սրանք ոչ մի ծրագիր չունեն, նույն իշխանության ծրագիրն է, բայց մի քիչ ուրիշ ձև, օրինակ խաղաղություն, բայց իհարկե խաղաղություն պիտի լինի, բայց բերեք Ռուսաստանին էլ մտցնենք մեջը։ Մոդուլային ատոմականներ, հա, այդ որ չեն էլ լսել իր մասին, իշխանությունից են վերցրել տեսակետը, բայց կարող է Չինաստանից ենք բերելու, լավ։ Այսինքն նույն ծրագիրն է, տարբեր ինչ-որ վարիացիաներ են մեջ, այսինքն այս մարդիկ նույնիսկ ինտելեկտ չունեն, գիտելիք չունեն, նոր բան, արա ձեզնից նոր բան ասեք դուք, նոր բան։ Այսինքն իրենք այդ գիտելիքն էլ չունեն։ Վերցրել են իշխանության ծրագիրը, մի հատ նախադատար են փոխել, ստորակետ են փոխել, եկել են ասում են մեր ծրագիրն է։ Այսինքն դուք ինքնություն էլ չունեք, քաղաքական դուք իշխանության վատ պրոյեկցիան եք, հակառակ կողմից, թարս կողմն եք դուք իշխանության։ Եվ այդ ուժը ո՞րն է, ինչ ուժ։ Դուք անընդհատ գնացել եք, սա ես իրենց ասել, սա տակնարածների հոտ է։ Այս մարդիկ խոսում են ուժեղությունից, ամեն օր բղավում են ճորտություն, Ալիևի անունը լսելուց մի անգամից ճորտություն են բղավում։ Երաշխավոր գտնենք, երաշխավոր գտնենք։ Ինչ եք դուք Ալիևի անունը լսելուց մի անգամից վազում Ռուսաստան, ինչի համար։ Դուք այդ ուժեղ մարդը չեք։ Երկրորդն էլ որ ինչեր են ասում, չէ՞։ Իշխանությունը վախեցնում է, սպառնում է խաղաղություն թե պատերազմ, դուք էլ եք սպառնում։ Նախ չի սպառնում, ինքը ճիշտ է ասում, օբյեկտիվորեն այտենց է, բայց դուք սպառնում եք։ Դուք ինչ եք ասում, դուք էլ ասում եք, եթե մենք չտրվենք, թորքացում է, չէ՞ սպասում։ Ձեր էլ է սպառնալիք։ Ձեր էլ է սպառնալիք։ Բայց իրականում թերքացում չկա, Հայաստանում թերքացում չկա։ Դուք եւ իրենք գիտեք հարցը ո՞րն է։
իրենք ընդհանրապես հանձնվելուն դեմ չեն։ Պարզապես իրենք թուրքին չեն ուզում հանձնել, ռուսին են։ Օրինակ ես ուզում եմ հարցնել, էլի, եթե թրքացումը վատ է, իսկ ռսացումը լավ է, այսինքն ինչ տարբերություն ձեր համար, դուք թուրք եք դառնում թե ռուս։ Մատկարակից բացատրեք։ Երկու դեպքում էլ հայ չեք, չէ՞։ Բայց այսինքն այս սպառնալիքը իրենց մոդել կա, դուք էլ չսպառնաք, Հայաստանում թրքացում չկա։ Այս մարդիկ պարզապես հարցը գիտեք որն է։ Իրականում Թուրքիայի վտանգը այնքան չի, ինչքան որ կա։ Չափազանցված է, բայց այս մարդիկ քանի որ ճորտի հոգեբանություն ունեն, ուզում են ճորտ մնալ այս մարդիկ։ Բաներ կա պետք է նկատի, մեր ժողովուրդը սա պետք է հասկանա։ Այս մարդիկ ուզում են ճորտ մնալ։ Հիմա ո՞նց անի որ ճորտ մնա։ Դրա համար Թուրքին պետք է հրահրի, որտեղ ուրիշ ճար չունի ճորտ մնալու։ Թուրքին հրավերի, որ գնա հանձնվի Ռուսաստանին, էս է արածները։ Սրանք ոչ ուժի հետ կապ ունեն։ Ոչ հայկականության հետ կա, ոչ մի բանի հետ կապ չունեն։ Ես կրկնում եմ, Թուրքիայի վտանգը այդքան չի, Ադրբեջանի վտանգը այդքան չի։ Իրենք պարզապես հոգեբանությամբ փչացած մարդիկ են, ճորտի գիտակցություն ունեն։ Թուրքը պետք է, որպեսզի բաղավեն թուրք, որպեսզի հանձնվեն Ռուսաստանին, դա է պետք։ Թուրքիայի լեշը պետք է, որպեսզի իրենք հիմնավորեն իրենց ճորտությունը։ Դե չէ իրական ոչ թրքացում կա, այլ ռսացում կա, իրենք ռսացել պրծել են։ Բայց թրքացում չկա։ Դե ինչ ասեմ, այս մարդիկ ինչ են անելու։ Տապակ ինչ ասես, ուժեղ բառը չելներ, գիգանտ կգրեին վրան, ամեն անգամ բան կասեն, կարևոր չի։ Մենք տեսնում ենք ուժեղը որն է, ուժեղը այն մարդիկ են, այն քաղաքական գործիչներն են, այն իշխանությունն է, որը կարողացել է 200, կարող է մի քիչ ավելի շատ, ռուս-թուրքական գործարք ճեղքել։ Այ ուժը դա է։ Ուժեղը այն է, որ Թուրքիային ասում են նստի էլ հետ բան, լնստի տենեմ ինչա ուզածը։ Այ ուժը նա է։ Ուժեղը այն է, որ Ալիևին այդ գազանին խաղաղացրել է, նստեցել է իր հետ խաղաղության պայմանագիր ստորագրի։ Այլ ուժեղը նա է, եւ դա արել է ինքնուրույն։ Բայց դուք ասում եք, չէ, ես ուժեղ եմ, բայց չէ, տենց ոնց որ Ալիևը ավելի ուժեղ է, պետք է գնամ երաշխավոր գտնեմ, հետապես իրենք ուժեղ չեն։ Ինչ ասեմ, բայց դե հա վրաները մի կուշտ, ինչ կուշտ տարա։ Դուք անկուշտ մարդիկ եք։ Դուք անկուշտ մարդիկ, քծիպ անկուշտ մարդիկ եք։ Ես հիմա արդյունացել եմ ասել, հիմա էլ եմ ասում։ Ռուսաստանը հայտարարել է, որ 160 քանի միլիոն դոլար պետք է ծախսի հիբրիդային հարձակումների վրա։ Հիմա ես իրենց հարց եմ տալիս, դուք այդ փողը չունեք։ Ունեք։ Բայց ինչ է Ռուսաստանը որոշել այդ փողը ծախսի, որտեղ գիտի, որ սրանք քազիպ են։ Քազիպ, սրանք անկուշտ քազիպներ են։ Սրանք գիտեն, որ շատ փող, իրենց շատ փողը իրենց համար էլի քիչ է, որովհետև իրենք անկուշտ են։ Անկուշտ են իրենք։ Հիմիկվա իշխանություններ է կուշտ, իրենք անկուշտ են։ Լավ մի խոսքով շատ չխորանանք, ուզում ասեմ սրանք անընդհատ հիմար բաներ են խոսելու, տափակ, բայց չունենալով սեփական ծրագիր, կրկնում եմ, իրենք սեփական ծրագիր չունեն, իրենք գալու են անել նույն բանը, բայց մի քիչ ուրիշ ձև։ Էս է իրենց առաջարկած ծրագիրը, չնայած բայց էլ եմ ասում, ես մեր ժողովրդին առաջարկում եմ, այդ ամեն ինչը քողարկված շղարշ է։ Դրա տակը գեղեցիկ փաթեթավորված տափակաբանություններ են, դրա տակը հրեշային ծրագիր է։ Հրեշային ծրագիրը, որն է մեր ժողովրդին եւ մեր պետությունը հանձնել Ռուսաստանի ճորտության, ուրիշ բան չկա տակ։ Եվ վերջում, պարոն Սուքիասյան, հակակոռուպցիոնի վերջին բացահայտումները առնվազն նրա մասին են, որ իրենց վերաբերմունքը նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ չի փոխվել։ Հիմա ասեմ ինչ նկատի ունեմ, առաջին 5000 դրամով էին փորձում այսպես քվ առնել, հիմա 50,000 դրամ, 100,000 դրամի մասին է խոսք գնում։ Նախ հասկանանք, արդյոք նաև այդ իմաստով սպառնալիք չեն այս գործողությունները, խոսվում է Ռուսաստանից մարդկանց ավտոբուսներով բերելու, ընտրելու մասին, հիմա հակակոռուպցիոնի բացահայտումները առնվազն նրա մասին են, որ կաշառքի դեպքեր են արդեն գրանցվում, ինչպես հասկանալ նաև այս գործողությունները եւ արդյոք սրանք էլի տեղավորվում են այդ ուժեղի մեջ, այսինքն ուժեղը, որը ամեն շաբաթ ինչ որ հրապարակումներ են անում, թե իրենց հարցումների համաձայն իրենք առաջինն են, արդյոք կգնա նման գործողությունների, թե ընտրակաշառք բաժանելու, թե այլ երկրից ավտոբուսներով մարդկանց բերելու, որպեսզի իրենց ընտրազանգված ապահովի։ Դե բնական է, որ չէ, նորից եմ ասում, այդ մարդիկ իրենց ասածների հետ ոչ մի առնչություն չունեն, դրանք ոչ ուժեղ են, ոչ ուժեղ եղել են, ոչ էլ լինելու են, նաև գիտեն, որ ամեն դեպքում շանս չունեն իշխանության գալու, բայց քանի որ վրաները կա դրված մեծ ծանր ռուսական թթվի քար գլխներին,
որ դուք կաշիներից հետ դուրս գալով էլ պիտի ամեն ինչ անեք խորհրդարան մտնելու, նաև եթե հնարավոր իշխանության գալու համար, իրենք բոլոր մեթոդներն օգտագործում են։ Իրենք գիտեն, որ իրենք հանրային հեղինակություն չունեն, հանրային լայն աջակցություն չունեն։ Հեսա թող իրենց ցույցեր անեն, կտեսնենք իրենց հետ քանի հոգի մարդ կա։ Իրանք իրենցով հավաքվելու են, իրար բան բացատրեն, թողեն գնան տուն։ Ռուսաստանին էլ հաշվետվություն տան, ասեն տեսա դե արել եմ էլի։ Ես ենթադրում եմ, դա Ռուսաստանին հաշվետվություն տալու համար է։ Հա, պիտի գնան իրենցին մեթոդներին, կաշառքներ, չգիտեմ, մարդկանց ձայնի գնում։ Ես մեր քաղաքացիներին եմ, իրենց ես գիտեմ իրենք ովքեր են։ Այդ մարդիկ դա անելու են, որովհետև այդ մարդիկ ոչ իրավական պետության հետ կապ ունեն, ոչ մեր ժողովրդին են հարգում, ոչի բան էլ չեն հարգում, բայց ես մեզ դեմ մեր քաղաքացիներին, նայեք, ընտրելու իրավունքը մարդու կյանքի ամենակարևոր իրավունքն է, դա մարդու բնական աստվածային իրավունքն է, չէ, դա իրավունքների գագաթն է ընտրության իրավունքը, որտեվ ընտրության իրավունքով է ձևավորվում մարդու ինքնությունը, ես ով եմ, ձևավորվում է իմ ընտրության իրավունքը ռեալիզացնելով, դուք ընտրում եք ինչ երաժշտություն լսեք, դուք ընտրում եք որտեղ աշխատեք, ինչ սովորեք, ում հետ ամուսնանաք, ում ձայն տաք, ում ձայն չտաք, ձևավորվում է ձեր ինքնությունը, ձեր ընտրության իրավունքը ռեալիզացնելով։ Հիմա մարդը ձեր ընտրության իրավունքը ձեզնից առնում է, հասկանում եք։ Այսինքն դուք այլևս ոչ մի բան եք, ոչ մի բան, պոկեք մարդուց իր ընտրության իրավունքը եւ այդ մարդը դառնում է անիմաստ մի հատ ինչ որ բիոզանգված։ Ես մեր ժողովրդից պահանջում եմ, դուք իրավունք չունեք ձեր ընտրելու ձայնը, ձեր ընտրելու իրավունքը վաճառելու։ Բայց հա նաեւ հակակոռուպցիոնը, իրավապահ մարմինները բոլորը պիտի լավ աշխատեն, որպեսզի բոլոր հնարավոր ընտրակեղծարարությունները կարողանան բացահայտել, նաև հիմա տեսեք, եթե դուք այս մարդիկ ինչ են ասում, եթե դուք ուժեղ եք, ինչու են ձեզ համար պաշկեքով մարդիկ բերում, ինչի համար։ Նաև այդ եկածողները պետք է հասկանան, կարող է մի հատված կա, այդ որ ասում են ստիպողաբար է, կարող է մի հատվածը սիրով է գալիս, այնպես չի, որ բոլորին ստիպողաբար է։ Դուք պետք է իմանաք, որ դուք գալու եք բախվեք Հայաստանի իրավապահ մարմիններին։ Դուք պետք է իմանաք դա ու հանկարծ չբողոքեք։ Դա ձեզ ենթադրում եմ Ռուսաստանի ուզածը հենց դա է։ Գան բախվեն Հայաստանի իրավապահ մարմիններին, սկսեն բողոքի ցույցեր անել։ Հիմա էլ պետք է դրանց հարազատները, չէ՞ դուրս գան, ասեն մարդուս խես բռնել։ Տաղուս խես բռնել։ Հիմա սրանք են փողոց լցնել։ Ռուսաստանը միշտ ինչ որ տեղից մի արդյունք անում է։ Միշտ մի արդյունք անում է։ Դուք ասեմ մենք ստե ուշադիր պետք է լինենք, բայց ես այդ մեր հայրենակիցներին եմ դիմում։ Դուք իրավունք չունեք գալ ձեր պետությունը փլցնելու։ Եվ սրանք էլ ուժեղ մարդիկ չեն։ Սրանք ճորտի հոգեբանության մարդիկ են, հայկական արտաքինով, էլ այդ չնայած այդ պիտի քննել, հայկական արտաքին ունեն թե չէ, բայց որոնք կատարում են օտարպետության պահանջ, հանձնել ձեր ինքնության գլխավոր ինստիտուտը, որն է ձեր պետությունը, հանձնել ձեր անվտանգության գլխավոր երաշխիքին, որն է ձեր պետությունը, հանձնել ձեզ համար խաղաղ պրոգրեսիվ կյանք ապահովող ինստիտուտին, որն է ձեր պետությունը, ուրիշին։ Հետևաբար մենք դու ուշադիր լինենք եւ մեր ժողովուրդը թույլ չտա հանկարծ իրենց վերադարձի հնարավորություն։ Պարոն Սուքիասյան, ինչու է հատկապես սևեռվածությունը ու ուշադրությունը շատ մեծ այս տարվա խորհրդարանական ընտրություններին, ինչու է մեծ կարևորություն տրվում, վարչապետն էլ է դրան անդրադարձել, ասել է սրանք պատմաքաղաքական են եւ իրապես ընտրությունը պատերազմի ու խաղաղության միջև է թե ավելին է դրած քշերքի նժարին նկատի ունեմ ժողովրդավարության ու ավտորիտարիզմի միջև, օրինակ պետություն ունենալու կամ չունենալու միջև, ինչ է կարծում, ինչի միջև է լինելու կամ ինչի մասին է լինելու այս ընտրությունները։ Ամեն ինչն էլ կա, բայց գլխավորը պետություն մնալու, պետություն ունենալու կամ չունենալու մասին է։ Մնացածը գործիքներ են։ Խաղաղությունը եւ պատերազմը գործիք է ինքնիշխան մնալու կամ չմնալու։ Եթե ուզում եք ինքնիշխան մնալ, պետք է խաղաղ ապրեք, որովհետեւ կարողանաք ինքնիշխան մնալ, զարգանալ։ Եթե ուզում եք պետությունը հանձնել, պետք է պատերազմ հրահարեք։ Այսինքն սրանք բոլորը գործիքներ են, ավտորիտար, դեմոկրատական։ Եթե ուզում եք պետություն մնալ, չեք կարող այս ավտորիտար գիշատիչների մեջ մնալ ավտորիտար, որովհետև դեմոկրատական աշխարհը հայացքը թեքելու է ձեզնից։
Ինչու Հայաստանի վրա ագրեսիա չկա, որովհետև ներսից դեմոկրատական է եւ դեմոկրատական աշխարհի հետ ռեժիմի հարազատություն ունի։ Այս դեմոկրատական աշխարհն է սրանց ագրեսիան զսպում։ Եթե Հայաստանը հանկարծ մի օր վերածվեց ավտորիտար պետության, միանգամից դեմոկրատական աշխարհը Հայաստանին թողնելու է։ Այս ավտորիտար գիշատիչները 5 րոպե հետո ուտելու են Հայաստանը։ Այսինքն էդ էլ է կարևոր, բայց այս բոլորը ինչի համար են։ Այս բոլորը կարևոր են մի բանի համար։ Գլխավորը Հայաստանի ինքնիշխանությունը պահելը կամ չպահելն է, եւ այո, այդ իմաստով պատմաքաղաքական է, քաղաքակրթական է, ինչ կուզեք, ամեն ինչ է այս ընտրությունները։ Նաեւ եթե մենք այս վերջի այս 5 տարին մինչեւ 31 թվականը կարողանանք պետական ինստիտուտները այնքան կայացնել, որ էլ վտանգ չունենանք, թե ով կգա։ 31 թվին ինստիտուտները կարող են հանգիստ լինել, էլի։ Ուզում ասեմ, բայց քանի որ հիմա դեռևս ինստիտուտները լավ կայացած չեն, կարող է մի հատ ուռած գլուխ գա պետությունը փլցնի։ Իսկ եթե այս 5 տարվա ընթացքում մենք պետություն ինստիտուտները կայացնենք, ինչքան ուռած գլուխ ուզում եք գա, ապա ինստիտուտները կաշխատեն։ Շնորհակալ եմ, պարոն Սուքիասյան։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Հայկ Սուքիասյանն էր, կհանդիպենք։